տարբեր անտառներ, եթե այսպես ասենք, որոնք որ նոր էին տնկվել, դրանցից մեկը օրինակ այս տաշիրինն էր։ Տաշիրին նոր չէր տնկված։ Տաշիրինը պետք է արդեն անտառը երևար։ Սաղարթախիտ անտառն էր։ Երբ է այստեղ ծառատունկ 20 թվականին էր տնկված, արդեն 5 տարի էր անցել, պետքա որ արդեն ծառերը մասսայական երևային։ Որը մնացել էր երևում էր, իհարկե, դա քիչ մաս էր մնացել շատ։ Պետքա, այսինքն մի քիչ տարածք էր առանձնացվել, ծառատունկի ցանկապատվել էր, դա անտառի բուն անտառապատ տարածքից հեռու էր։ Չէ, ինչ որ մասից կարող էր փեշ դառնալ, բայց բավական հեռու էր այդ պահին, այո, առանձին տարածք։ Չոլի մեջ դրել էին։ Այդքան չոլ չէր, չէ, տաշիր որ մտնում ես Երևանից գնալիս ձախ կողմի վրա, մի քիչ խորանում ես հետ տարածք էր, արոտավայրի նման տարածք էր։ Որը որքանի հեկտար էր, կհիշես։ 20 կամ 30 կարող եմ սխալ հիշեմ, 30։ Այս 30 հեկտարը ցանկապատի մեջ էր վերցված եւ ծառեր տնկված։ Եղել է, երբ որ ծառատունկ է արվել, բայց երբ որ մենք գնացինք, ողջ ցանկապատերը պարկած էին, ցանկապատ մեծ մասում չկար եւ երկու առանձին նախիներ ամբողջությամբ այդ տարածքի մեջ արածում էին, այո։ Այդտեղ ինչ ծառեր էին տնկել։ Տարբեր։ Կեչի, թխկի, հացենի, թփեր չէին, էլի, չէ, հենց ծառեր էին տնկել։ Պիտի ծառ լինեին։ Դա հենց հայ անտառն էր տնկել, ով էր տնկման բում աշխատանք արել։ Դա հայ անտառի տնկման վայրն էր, որ ֆիքսել էինք մենք։